Շաբաթվա առանցքային դեմքերի ու գլխավոր պատմությունների մասին առաջկա Կիրակ Նորյաժամում բարև ձեզ։ Ու քանի որ գլխավոր պատմությունները ու գլխավոր հերոսները պատտվում էին ու տեղի ունենում Ծիծեռնակաբերդում, մենք որոշեցինք մեր թողարկումը սկսել եւ այն այսօր բարել հենց Ծիծեռնակաբերդից։ Եվ մինչև թողարկումը սկսելը նախ այն մարդկանց մասին, որոնց քննարկում էին իրադարձություններ, որոնց մասին խոսում էին։ Մենք սկսում ենք ժամը Կիրակ Նորյան։ Տարվա գլխավոր միջոցառումը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում եւ Ծիծեռնակաբերդից հայոց երկիրն ու ամբողջ աշխարհը նշում է ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Մեքենաների միջից նրանց հուզմունքը չերևաց, անմար կրակի մոտ դա ակնհայտ էր։ Ովքեր եկան, ինչ խոսեցին եւ ինչպես անցավ պատմական օրվա բոլոր մանրամասները նոր սերնդի առաջնորդությամբ։ Հայ առաքելական եկեղեցու 700 սրբերին գումարվեց եւս մեկը, հավաքական 1.5 միլիոնը։ Նրանց խորհրդանշող երկու սրբապատկերներից մեկը կպահվի Անտիլիասում, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունում, իսկ մյուս սրբապատկերը կմնա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Վերականգնված ու վերաիմաստավորված հին ծեսով ու նոր արարողակարգով ցեղասպանության զոհերը դարձան նահատակներ ու այսօր արդեն նրանք սրբեր են։ Աննախադեպ գլոբալ ֆորում, որն աշխին գավ իր մասշտաբայնությամբ, մասնակիցների ու զեկույցների աշխարհագրությամբ։ Գլոբալ ֆորումի 1200 մասնակիցներից եւ ոչ մեկը հրավերը չի մերժել։ Մասնակցում են բոլորը։ Դրամաբանական շարունակությամբ եւ անսպասելի շրջադարձերով Հայաստանը դառնում է ցեղասպանությունների գլոբալ պայքարի առաջամարտիկ։ Իհեճուկս Հայաստանի ու աշխարհի Թուրքիան նախաձեռնեց ու տապալեց Գալիպոլիի միջոցառումները։ Չնայած դրական տեղաշարժին, թուրք հասարակությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու սեփական պատմությանը անկեղծորեն առերեսվելու համար։ Որքան էլ փորձեցին ստվերել ու շրջապատվել ասիա-աֆրիկյան առաջնորդներով, Էրդողանն անզոր էր ընդդեմ երկընտրանքի եւ երկդիմության հայկական ալիքի։ Այդպիսի դիմադրողականության Թուրքիան չէր սպասում իր ամենավատ երազում։ Իդեպ New York Times-ը դիմակայել է թուրքական ճնշմանն ու հրաժարվել է հրապարակել 1915 թվականի վերաբերյալ թուրքերի հայտարարությունը։ Սա ոչ հայկական լոբին է, ոչ էլ նավթային դոլարները, համաշխարհային հանրությունը առանց փողի եւ առաջին անգամ միասին ստեղծեց թուրքական դիվանագիտության համաշխարհային ֆիասկոն։ Աննախադեպ երկու համեր, որ ժամանակակիցները երազում էին, սպասում էին ու չէին հավատում, որ կլինի։ Արթնացրեք հոգիներս ասիստումով, դա ունի տաքախոստ է, սրանով նրանք աշխարհից պահանջում են ճանաչել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Քամու եւ անձրևի տակ հրապարակում սեղմված ու միասին կանգնած օպերայում այս շաբաթ Երևանում երաժշտական հեղափոխություն էր, որից հանդիսատեսը դուրս էր գալիս մինչև ոսկորները հուզված։ Շաբաթվա գլխավոր իրադարձությունները հասկանալու եւ քննարկելու համար այսօր ժամը Կիրակ Նորյանում է եւ իմ հետ միասին այս հաղորդումը կվարի Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, բարև ձեզ Հայկ։ Եվ այսպես առաջի եւ գլխավոր իրադարձությունը բնականաբար ապրիլի 24-ի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղ ունեցող իրադարձություններն են, երբ եկան 4 երկրների նախագահներ, 60-ից ավելի երկրների պատվիրակություններ։ Ես գիտեմ, որ դուք առավոտյան բոլոր նախագահներին ուղեկցել եք ցեղասպանության թանգարանի ինստիտուտով եւ այնտեղ նրանք գրառումներ են կատարել եւ նաեւ մասնակցել եք հենց բուն միջոցառման, որտեղ ելույթ ունեցավ ինչպես նախագահ Սարգսյանը, այնպես էլ 4 նախագահները եւ Ֆրանսուଆ Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները։ Ձեր կարծիքով որն էր միջոցառման գլխավոր ուղերձը, որ կառանձնացնեիք հետահայաց։ Դե ամենագլխավոր ուղերձը առաջխար դա այն էր, որ այստեղ ներկա են այդպիսի ներկայանալի պատվիրակություններ, այստեղ ներկա են գերտերություններից երկուսի կողմի նախագահները, որը կարծում եմ, որ բավական լուրջ ներկայություն էր հենց այդ ձևաչափով։ Այստեղ մենք պետք չի բոլորովին տրվենք մաթեմատիկային շատ էր թե քիչ էր, բայց կարող ենք արդեն արձանագրվել, որ 2015 թվականի ապրիլի 24-ին հենց Երևանում Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն։ Այստեղ հավաքվեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին եւ մեզ հետ եղան Հավրամյակի միջոցառումների այդ շրջանակում բավականին ներկանալի պատվիրակություններ եւ կարծում եմ, որ այս արձագանքները դեռ շատ լսելի կլինի ապրիլի 24-յան ուղերձների թե նախագահների ելույթին, թե հենց այդ ներկայության։ Բարի, ես առաջարկում եմ հիմա դիտել Ժաքե Ղազարյանի ռեպորտաժը հենց ապրիլի 24 իրադարձությունների մասին, պետք է նկատել, որ ապրիլի 24-ը բաղկացած էր երկու հիմնական մասից, բացի նրանից, որ ապրիլի 24-ին ելույթ ունեցավ հանրապետության նախագահը, մեծ հաշվով ուրվագծելով հայ ժողովրդի վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ, ինչ ենք մենք հասկանում եւ ինչ ենք ցանկանում մեր անցյալից, որն է մեր պահանջը այդ անցյալի մասնակիցների նկատմամբ եւ մասնավորապես Թուրքիայի։ Բայց կարեւոր էր նաեւ դրա նաեւ այսպես կասած քաղաքական մասը, երբ նախագահ
նախագահը բանակցություններ էր վարում Ֆրանսուଆ Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելին այդ օրերին եւ մի քանի ժամ Երևանը վերածվել էր միջազգային քաղաքականության գլխավոր թատերաբեմի, հաշվի առնելով միջազգային մի քանի թեժկետերը, ապա երկու գերհզոր պետությունների ղեկավարների բանակցություններից շատերը մեծ ակնկալիքներ ունեին։ Թե ինչ եղավ եւ ինչպես, պատմում է Շաքե Ղազարյանը։ Տանը արվեստի դպրոցում ընկերների մոտ Թաթուլը պարապում է ամենտեղ ու իր մեծ երազանքի մասին պատմում, իրեն աշխարհը պիտի ճանաչի։ Էս ավելի լավ եղավ։ Փոքրիկ Թաթուլն իրոք աստղով է ծնվել։ 20 օր առաջ դուդուկը ձեռքին բեմ բարձրացավ ու երաժշտական ակադեմիայի բացումն ազդարարեց։ Գլխավոր հանդիսատեսը նախագահներ։ Թաթուլի թուշիկները դողացին, բայց ոչ հուզմունքից։ Ինչ իմանար 7 տարեկան տղան, որ իր դուդուկի ձայնը Սերժ Սարգսյանի սրտում մնաց։ Այսպես հնչյուն առ հնչյուն, ծաղիկ առ ծաղիկ, բառ առ բառ համատեղ ուժերով միավորեցին ու աշխարհ ցնցեցին։ Թուրքիան իր Գալիպոլին թողած ժամ առ ժամ հաշվում էր, ելով եկավ Հայաստան։ Ընթացքում հաշիվը կորցրեց ու ավելի շատ առաջնորդների վրա կենտրոնացավ։ Տեղում գրեցին. Պուտինն իրենց մոտ ուղարկեց 4-րդ դեմքին, իսկ ինքը Հայաստան գնաց 5 օդանավով։ Թուրքիայի ճամփան բռնելու հարցը Օլանդը չէր էլ քննարկել։ Ֆրանսիայի համար 1 օդանավի ուղղությունը Երևանն է։ Ներկայացուցչական պատվիրակությունը ժամանեց 2 օդանավով։ Կիպրոսի ու Սերբիայի նախագահներն էլ իրենց խոսքի տերն են։ Ասացին, ոգեկոչման օրը չեն կարող չլինել հայերի կողքին ու եղան։ Բարձրաստիճան պատվիրակություններին հենց այս ճանապարհն է տանում դեպի հուշահամալիր։ Արագընթաց մեքենաների միջից նրանք հասցրեցին ուսումնասիրել պատկերավոր եւ բազմալեզու այս ցուցանակները։ Մեքենաների միջից նրանց հուզմունքը չերևաց, անմար կրակի մոտ դա ակնհայտ էր։ Հուզվելու առիթները շատ են։ Առաջին րոպեից Տիգրան Հեկեքյանի երգչախմբի փոքրիկները հետո բոլորին պատմում էին, ով որ հյուրի ձեռքը բռնեց։ Հպարտանում էին, որ անմոռուկները հենց իրենք են փոխանցել նախագահներին։ Առաջնորդներին առաջնորդեց հայի նոր սերունդը։ Բոլոր անմոռուկները մի տեղում հավաքեց ամբողջ աշխարհը, ամրացրեցին ընդհանուր փնջի մեջ ու հերթով արտաբերեցին, հիշում են։ Մեկ ընտանիքի պես փոքրիկ երգիչների հետ ձեռք ձեռքի անմոռուկ պսակի վերջին շտրիխը դրեցին նախագահ Սարգսյանն ու առաջին տիկինը, հետո բոլորը շունչները պահեցին։ Լռությունն առաջինը խախտեցին նորից փոքրերը պետական օրհներքով ու այնքան վարակիչ, որ Պուտինի ու Օլանդի կողքին կանգնած առաջին տիկինն էլ ձայնակցեց։ Հյուրերի շարքում նստած արգենտինահայ լրագրող Դիանան չի համբերում, երբ է սկսելու գրել հոդվածը ու ինչպես է փոխանցելու հուշահամալիրի քարի ջերմությունը, որ զգաց այն համբուրելիս։ Թերթի խմբագիրը կառանձնացնի նախագահ Սարգսյանի ելույթը ու հատկապես դերձորի պայթեցված եկեղեցու հիշատակումը։ Դիանայի մարմնով դող անցավ, երբ նախագահն ասաց. «Մեր նախնիների ոսկորներն անգամ ոմանց հանգիստ չեն տալիս»։ Մենք ծրագրում ենք ապրել եւ շատանալ։ Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին։
Մամուլի կենտրոնում հարյուրավոր լրագրողներ ամբողջ աշխարհից ոտքի կանգնեցին ու ձայնագրման սարքերը միացրեցին, երբ Հայաստանի նախագահն իր մեծ երազանքի մասին խոսեց։ Թող այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի, հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր։ Աստուծո խնդրում եմ, որ այլ ցեղասպանություն չլա։ Այդ ամբողջ ընթացքում քույր ու եղբայր Հալաջյանները սրբոց նահատակած սրբապատկերից աչք չհեռացրեցին։ Իրենց տատն ու պապն էլ սուրբ դարձան։ Անգլիացու հետ ամուսնացած Սիլվիայի համար հեշտ չէ ապրել Բրիտանիայում, մի երկրում, որտեղ հրաժարվում են ասել ցեղասպանություն։ Ամուսինս անգլիացի է, բայց շատ փոփոխեցավ հետս գալ։ Ինձ մի ավելի հայ է։ Մեծ Բրիտանիայում ծանոթ անծանոթներին անգլիացի ամուսինն է պատմում կնոջ նախնիների ողբերգությունը ու հիմք ընդունում այն առաջնորդների խոսքերը, որոնք հայերի ցավն իրենցն են համարում։ Հենց ռուսական դիվանագիտությունն էր, որ դարձավ հայ ժողովրդի դեմ կատարված բռնության միջազգային դատապարտման նախաձեռնողներից մեկը։ Թուրքիայում հնչել են շատ կարևոր բառեր, բայց բառեր կան, որ դեռ պետք է հնչեն։ Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ։ Մենք հիշում ենք ու պահանջում։ Անկախ դավանանքից, լեզվից եւ ռասայից մենք աշխարհի քաղաքացիներ ենք եւ պետք է միավորենք մեր ուժերը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար։ Անմար կրակի մոտ Կոմիտասի կռունկը հնչեց աշխարհահռչակ Մարիա Գուլեգինայի կատարմամբ։ Հայտնի օպերային երգչուհին հայ է, իսկական ազգանունը Մեյթարջյան, հայրանունը Աղասի։ Օրվա հուզական պահերն առաջնորդները վերլուծեցին պետական ճաշի ժամին։ Սարգսյան-Պուտին, Սարգսյան-Օլանդ, Պուտին-Օլանդ։ Միմյանց հաջորդող հանդիպումներում նախագահները հասցրել են անդրադառնալ բոլոր ոլորտներին, քաղաքականից մինչև տնտեսական։ Դուք այսօր ասացիք, որ Ռուսաստանը դեռ 100 տարի առաջ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կատարածը համարել է մարդկության հանդեպ կատարված հանցագործություն, որը պետք է պատժվի։ Մենք միշտ մոտ դաշնակիցներ ենք եղել, կանք եւ կլինենք նաեւ ապագայում։ Այսպիսի քայլերն է մեզ դրում անվիճակի մեջ, որ մենք ասում ենք Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնաշնորհյալ հարաբերություն։ Սա պատմական իրադարձություն էր։ Մենք բոլոր ազգերին ուղղված խաղաղության ու հույսի ուղերձներ հղեցինք։ Արևմուտք Ռուսաստան լարված հարաբերությունները չէին կարող Երևանում դեմ դիմաց չնստեցնել Պուտինին ու Օլանդին։ Ղարաբաղի խնդրից մինչև համաշխարհային քաղաքականության ամենասուր հարցեր, աշխարհաքաղաքական օրակարգի քննարկման մանրամասները հրապարակվեցին։ Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ, որ կարողանանք գտնել խաղաղության հասնելու ճանապարհը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումներից հետո Թաթուլի Դլեյամանը դեռ մարդկանց ականջին էր։ Շարլ Ազնավուրը մինչև վերջ լուր լսեց իր անունը կրող դպրոցի սանին։ Հենց Սերժ Սարգսյանն էր որոշել, որ բարձրաստիճան հյուրերն ու աշխարհը անմար կրակի մոտ պետք է լսեն տաղանդավոր այս դուդուկահարին։ Շակե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։ Շաբաթվա հաջորդ կարելի է ասել, որ վերջին 400 տարիների մեր հոգևոր կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը 1.5 միլիոն նահատակների սրբադասումն էր էջմիածնում երկու կաթողիկոսների, երկու վեհապար հայրապետների մասնակցությամբ։ Հայկ, ասացեք, խնդրեմ, ես որքան հասկանում եմ, սրբադասումից հետո մեծ հաշվով պետք է վերաիմաստավորվի այն ձևը եւ այն կերպ, ինչպես մենք նշում ենք ապրիլի 24-ը։ Եթե առաջ դա հիշատակի, խոնարհումի եւ որոշակի առումով սքի օր էր, ապա հիմա արդեն պետք է օրը վերափոխվի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե օրը վերափոխելու մասին մենք չենք կարող խոսել, դա եկեղեցական կանոնակարգի մեջ կարող օրացույցի մեջ փոփոխություն լինի համապատասխան անվանում, ինչպես ունենք սրբոց նահատակած, այս դեպքում ունենք նաև մեծ եղեռնի զոհերի սրբադասում եւ ունենք նահատակների օր թերևս։
այդպես կկոչվի, այստեղ խոսքը չի գնում եկեղեցական օրացույցի եւ աշխարհիկ օրացույցների համանուն լինելու մասին, բայց այլևս փաստ է, որ երկար տարիներ ընդմիջումից հետո հայ առաքելական եկեղեցին սրբադասեց մեծ ողբերգության զոհերին, առանց նշելու նրանց թվականները, հավաքական։ Ի վերջո, երբեմն կարծիքներ են հայտնում, որ կային նաև նրանց թվում կաթոլիկներ, ավետարանչականներ, ոչ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես կարծում եմ, սա ծայրահեղ դատողություններ են, որտեղ այստեղ զոհը, ցեղասպանության թիրախը բոլորն էին անկախ դավանական պատկանելություններից։ Եվ այստեղ փորձել առանձնացնել կամ առանձնանալ մի փոքր անընդունելի է, կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք խոսում ենք հավաքականության մասին, այլ ոչ թե բաղդատվածության մասին, եւ տրվել նման դատողություններին գոնե ինձ համար անընդունելի է։ Կարծում եմ հայ առաքելական եկեղեցին շատ ճիշտ որոշում կայացրեց եւ դա ուրախալի է, որ կայացվեց համընդհանուր որոշման արդյունքում։ Իսկ սրբադասումների պահով գիտեք, որ մենք ունենք նաև զոհեր, հոգևոր առաջնորդներ կաթոլիկ, որոնք նույնպես սրբադասվել են կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ ինչպես ընդունված է ասել հոգևոր հայրերի շրջանում, եկեղեցին մեկն է։ Շնորհակալ եմ, ես առաջարկում եմ դիտել Ների Հարությունյանի ամփոփիչ ռեպորտաժը սրբադասման մասին, պետք է նկատել, որ այս սրբադասումը, որ նվիրված էր եւ մեծ հաշվով սրբացրեց 1.5 միլիոն նահատակներին որպես մեկ հավաքական ամբողջություն, շատ կարեւոր էր նաեւ եկեղեցական արարողակարգերի համար, որովհետեւ 400 տարվա ընդմիջումից հետո ի վերջո վերականգնվեց ոչ միայն այն արարողակարգը, որով որ պետք է սրբադասվեն, այլև գրվեց նոր հոգևոր երաժշտություն, զարդարվեց նոր եկեղեցագիտությանը, կրոնագիտությանը։ Այդ իմաստով սա նաև բավականաչափ կարևոր է նաև հայ առաքելական եկեղեցու պատմության համար։ Ավելի մանրամասն կպատմի Նելի Հարությունյանը։ Սրբադասման արարողությունը սկսվում է լույսը բացվելուն պես, առավոտյան պատարագիչ ժամեր անց թափորը շարժվում է դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բաց խորան։ Տասնութերորդ դարից այս կողմ հայ առաքելական եկեղեցին սրբադասում չէր իրականացրել, վերջին հռչակված սուրբը Մովսես Տաթևացի հայրապետներ։ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման մասին խոսվում էր դեռևս 20-ական թվականներից։ Հարցը քննարկվում էր նաև 60-ական եւ 80-ական թվականներին։ Վերջապես 2014-ին կայացած եպիսկոպոսատ ժողովի որոշմամբ սրբադասման կարգը վերականգնվեց։ Բաց խորանում տեղադրված մասունքների մի մասը բերվել է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունից, մյուս մասն էլ դեռ 1965 թվականին բերվել էր Դերձորից։ Ցեղասպանության նահատակների վկայաբանության ընթերցումից հետո հնչում է հռչակագիրը, որով նահատակները դասվում են հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքը։ Սրբադասում են հայոց ցեղասպանության նահատակներին եւ հռչակում են ապրիլի 24-ը Հիշատակ սրբոց նահատակած Օրնեցեք մանկուն կստեր եւ օրնեցեք սանուն Սրբադասման արարողության ժամանակ կարևոր է նաև նահատակներին նվիրված սրբապատկերների օծումը։ Հավաքական պատկերները նախ փողազերծվում են, հետո երկու հայրապետները դրանք օծում են հատուկ կարգով։ Սրբադասման արարողությանը հատուկ խորհուրդ ունի նաև սրբոց նահատակած շարական կանոնը։ Կիլիկիո հայոց կաթողիկոսարանի միաբան Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանն այն գրել էր 25 տարի առաջ, հատուկ ապրիլյան նահատակների համար։ Հավանաբար Սրբազան հայրը տեսիլքն է ունեցել եւ ստեղծել է այսպիսի մի շարականի կանոն նվիրված հայոց ցեղասպանության նահատակներին, որտեղ որ տեսնում ենք հարության հույսը, տեսնում ենք պահանջատիրությունը, տեսնում ենք նաեւ այն լուսաշող վիճակը, որ հատուկ է յուրաքանչյուր սրբադասման։ Սրբադասման արարողությանը հետևում է ամբողջ քրիստոնյա աշխարհը։ Պատմական այս պահը լուսաբանելու համար Հայաստանում են ավելի քան 70 լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Լիբանան,
մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին եւ ջարդի ենթարկվեցին։ Անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ։ 100 տարիներ մենք հիշեցինք ձեզ, ով սրբացած նահատակներ հայոց, պիտի շարունակենք հիշել ու հիշեցնել, և մանավանդ աշխարհեն պիտի պահանջենք, հավատարիմ ձեր սրբազան գդակին, արդարություն, մեր ժողովրդի բռնապարված իրավունքներու վերականգնում։ Սրբադասման արարողությունն ավարտվում է խորհրդանշական 19:15-ին ու հենց այդ պահին ամբողջ աշխարհը լցվում է եկեղեցու ղողանջներով։ Տոնական 100 զանգերը հնչում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ու արձագանքվում հայկական մյուս եկեղեցիներում։ Աշխարհի տարբեր անկյուններից 100 ղողանջով հայ առաքելական եկեղեցուն են միանում նաև բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Հայ առաքելական եկեղեցու 700 սրբերին գումարվեց ևս մեկ հավաքական 1.5 միլիոն սուրբ։ Նրանց խորհրդանշող երկու սրբապատկերներից մեկը կպահվի Անտիլիասում Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունում, մյուսը կմնա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նելի Հարությունյան, Հայկուհի Ասատրյան, ժամը լրատվական։ Եվ անշուշտ Ծիծեռնակաբերդի հարևանությամբ հենց մարզահամերգային համալիրում մեկնարկեցին այն երրորդյա միջոցառումների ծրագրերը, որոնք որ պետք է նշանավորեին 100-րդ տարելիցի գլխավոր, այսպես ասած, փորձագիտական բեքգրաունդը եւ դրանցից մեկը անշուշտ գլոբալ ֆորումն է ցեղասպանությունների կանխարգելման։ Հայկ, ասացեք խնդրեմ, իմ մոտ տպավորություն կար, որ ֆորումը, որ ավելի շատ սկսվեց որպես հարթակ, որտեղ մարդիկ կարող են փոխանակվել գաղափարներով, ավարտվեց Հայաստանի վրա կոնկրետ պարտավորություն դնելով, մասնավորապես եւ Իսրայելից գիտնականները եւ եվրոպացի մի քանի գիտնականներ ասացին Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանությունների պատճառները ծնող չափազանց լուրջ փորձագիտական ցանց եւ ուսումնասիրություններ եւ պետք է դառնա համաշխարհային առաջատար այդ ուղղությամբ եւ մենք ակնկալում ենք, որ հենց ցեղասպանության թանգարանի ինստիտուտից եւ 100-րդ տարելիցի միջոցառումների շարունակությունը եւ ամենատրամաբանական շարունակությունը պետք է լինի, որ Հայաստանը պետք է ստանձնի հենց այդ պատճառների ուսումնասիրությունը, որը որ կբերի հետո արդեն նոր ցեղասպանությունների կանխմանը։ 2005 եւ 2015 թվականների ընթացքում այսօր մենք ունենք մի հաստատություն Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտը, որը ընդունված է միջազգային ակադեմիական հանրույթի կողմից եւ պատահական չէ, որ այս տարի այն շրջանակում հավրամյակի միջոցառումների Հայաստան կժամանան 300 ցեղասպանագետներ եւ հյուրընկալ կազմակերպություն Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն է, որը այսօր ունի միջազգային վարկանիշ եւ այստեղ է հենց ոչ միայն ուսումնասիրություններ իրականացնում, ոչ միայն կրթական գործընթացներ իրականացվելու, այլ նաեւ համաշխարհային նշանակության նաեւ միջոցառումներ կարող է հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարանը եւ իր ուղերձը հղել եւ ոչ միայն ակադեմիական շրջանում։ Բարի, ես առաջարկում եմ դիտել Դավիթ Սարգսյանի ռեպորտաժը, որը կամփոփի գլոբալ ֆորումի արդյունքները եւ երկօրյա հավաքները, նա այդ օրերին ամբողջ օրը այնտեղ էր, նրանից ավելի լավ որևէ մեկը տեղյակ չուներ խմբագրությունում, թե ինչ էր կապտարվում գլոբալ ֆորում։ Հայելապատ տաղավարներում տարբեր ցեղասպանությունների իրեղեն ապացույցների լուսանկարներն են, այնինչ մնում է մարդասպանությունից հետո արդյունք անվանել չի կարող նաև դրա հեղինակը։ Սա հետևանք է բոլորի համար։ Միջազգային աննախադեպ չափերի ֆորումին զուգահեռ ներկայացված ցուցահանդեսն ընդգծում է միջոցառման փիլիսոփայությունը։ Որն է հայելիների գաղափարը, որ մարդիկ իրենց տեսնեն ցեղասպանության հետևանքների կողքին։
Այո, հայելիները նախ միավորում են 5 տաղավարները, բացի այդ, նկարները նայելիս մարդիկ իրենց են տեսնում։ Մենք հաճախ մեզ չենք կապում բուն գործողության հետ, մեզ թվում է, թե սա մեզ չի առնչվում, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ այս սարսափները նաև մեզ են վերաբերում։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումի անցկացումն ինքնին վկայում է, որ աշխարհում ինչ-որ հանգուցային կետ, պայմանավորվածություն, աքսիոմատիկ ճշմարտություն առ այսօր չի գործում։ Աշխարհի տասնյակ երկրների 1000-ից ավելի պատվիրակներ, գիտնականներ, падգամավորներ, աշխարհահռչակ իրավաբաններ ու իրավապաշտպաններ հենց սրա պատճառն էին փնտրում։ Կա խնդիր, որն ունի լուծումներ, բայց դրանք չեն աշխատում։ Երկու գլխավոր փաստ հենց դա են վկայում։ Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանություն է, Թուրքիայի կառավարությունը ցեղասպանությունը չի ճանաչում։ Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգը ամենևին չի վերացել եւ պահանջում է միջազգային կառույցների, պետությունների եւ քաղաքացիական հասարակության համախմբված եւ հետեւողական քայլեր։ Ցեղասպանության կանխարգելման գործիքներն աշխարհում շատ են, բայց կատարելագործման կարիք ունեն։ Ֆորումի քննարկումներում, ելույթներում, միջանցքներում մտքեր փոխանակելու ժամանակ հենց սա է ակնհայտ դառնում։ Պետք է նոր մոտեցում կամ հնի թարմացում։ Ինձ համար ցնցող է, որ մինչ օրս նստած դեռ քննարկում ենք, թե ցեղասպանություն է եղել, թե ոչ։ Դա ապշեցուցիչ ցնցող անհավատալի երևույթ է։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հիշեց իր հայրենակից Ֆրիցոֆ Նանսենի գործունեությունը։ Նանսենն նահազանգում ու օգնում էր բոլորին, ովքեր տառապում էին, հավատով, որ մի օր ոտքի կկանգնեն։ Հայաստանը հույս ներշնչող պետություն է, դուք կարողացաք տառապանքը վերածել ուժի, այս շաբաթ աշխարհը կտեսնի դա։ Ես ձեզ հետ եմ, պարոն նախագահ։ Գերմանիայի խորհրդարանը ներկայացնող Ալբերտ Վայլերը այս օրերին Բեռլինում ընթացող քննարկումների առիթով Բունդեստագին ու ամբողջ աշխարհին նույնպես կոչ է անում մի պահ կանգ առնել, չվախենալ, նաև հայերեն անվանել այն բառը, որից Թուրքիայում այդքան ջղաձգվում են։ Այսօր ես մեզ պատիվ ունեմ ձեզ հետ միասին հագնելու հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ֆորումի մասնակիցների թիվն անցել է բոլոր հնարավոր ակնկալիքները, ներկա է եղել մոտ 1200 գրանցված մասնակից, որն ուղարկած հրավերների 100%-ն էր։ Եթե մեր կողքը կարող են կանգնել պարոն Օկամպոյի պես մարդիկ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ով այսօր հստակ նշեց, որ ինքը Հայաստանի կողքին է այդ պայքարում, մենք կարող ենք այդ պայքարում իրոք տեսնել արդյունքներ, որոնք կարող են փոխել աշխարհում այդ հանցագործության նկատմամբ վերաբերմունքը եւ արձագանքը։ Երևանյան գլոբալ ֆորումն աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, ներկայային թղթակիցներ Իռլանդիայից մինչև Սիրիա։ Այստեղ մամուլի կենտրոնում են տասնյակ երկրների լրագրողներ, այն սեղանի մոտ խոսում են արաբերեն, այստեղ անգլերեն, այնտեղ ռուսերեն, հետո ֆրանսերեն եւ այլն։ Ուշադրության նման ծավալն ինքնին ցույց է տալիս խնդրի արդիականությունը։ Աշխարհը ներկայացնող մտավորականության հավաքի նպատակը անվտանգ ապագայի ուղենիշներ ձևավորելն էր։ Խոսքը ոչ թե պարզապես հայոց ցեղասպանության ճանաչման, այլ դրա միջոցով ապահով աշխարհ ստեղծելու մասին է։ Այս ֆորումը շատ կարևոր է, քանի որ այստեղ կան ցեղասպանությունները կանխարգելելու գլոբալ հեռանկարներ։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումի եզրափակիչ փաստաթուղթը ընթերցվեց հաջորդ օրը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում։ Այն հնչեցրեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած եւ միջազգային համաժողովի խորհրդանիշը դարձած Էսթեր Մուջավայան։ Այսպիսով հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը մուտք է գործում միջազգային նոր հարթություն։ Խնդիրն այլևս ոչ միայն չի տեղավորվում հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում, այլև դուրս է գալիս քաղաքակրթության եւ բարբարոսության բախման գլոբալ դաշտ, որտեղ ցեղասպանության ճանաչումը պարտադիր է, սակարկելու ենթակա չէ, քաղաքական շահարկումների օրակարգում տեղ չունի։ Դավիթ Սարգսյան, Ալբերտ Գալստյան, Ժամը լրատվական։ Եվ հաջորդ թեման բնականաբար մենք չենք կարող շրջացնել Թուրքիան եւ Թուրքիայում տեղի ունեցած Գալիպոլի իրադարձությունները, հայք անընդհատ կարդում ենք այն մասին, որ մեծ հաշվով Թուրքիան ավելի շատ վնասեց, քան օգնեց իրեն Գալիպոլի միջոցառումներով, նախ որովհետեւ ես չեմ կարծում, որ այդքան աֆրո-ասիական երկրների եւ բռնատիրությունների ղեկավարներին հրավիրելով Թուրքիա դրանով բարձրանում է Թուրքիայի դերակատարումը, կամ որ անընդհատ քո հարևանության պայելով քնած Չարլզին դու դրանով բարձրացնում ես քո միջազգային հեղինակությունը։ Եվ երկրորդը, որ այնուամենայնիվ արդյոք ձեր կարծիքով Թուրքիային հաջողվեց ինչ-որ մի բան ապացուցել այդ օրերին աշխարհին եւ առաջին հերթին Հայաստանին, որովհետեւ այսպես ասած Թուրքիան փորձեց
Թուրքիայի մարտավարությունը եւ Էրդողանը որոշել էր հետեւյալը. մենք կանենք ամեն ինչ ի հեճուկս Հայաստան։ Թուրքիային ինչ որ բան հաջողվեց։ Եթե այդ հաջողումը փորձեմ բանաձևել, կարող եմ ասել հետեւյալ կերպ, վերջերս եմ այդ բանաձևումը գտել, թերևս դա հաջողվեց բարոյապես մեկուսացնել ինքն իրեն։ Սա բարոյական մեկուսացման ցուցիչ էր։ Այո, կարող են մեծ քանակությամբ ղեկավարներ կան, նույնիսկ եթե ավելին կային, քան եղան, դա միևնույն է Թուրքիային ոչ լավ ձևով մեղմ ասած բնութագրեց ամբողջ աշխարհի առաջ։ Ծիծեռնակաբերդից հնչած ուղերձները բավական էին եւ բավական ծանրակշիռ էին, որպեսզի դրանք հակազդեին Ղալիբոլուի ամբողջ այդ շոուին, ամբողջ այդ թատրոնին։ Բարի, ես առաջարկում եմ դիտել Վարդան Գալստյանի ռեպորտաժը, նա ամբողջապատվա ընթացքում հենց մոնիտորինգ էր անում Թուրքիան եւ թուրքական զարգացումները։ Տեսնենք թե ինչ է իր ամփոփագրում մեկ տեղել Վարդանը, որից հետո կշարունակենք զրույցը։ Չանաքքալե թե Երևան, ապրիլի 24-ն աշխարհում ընկալվեց որպես պատմական երկընտրանքի օր, երբ Ծիծեռնակաբերդում Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահների գլխավորությամբ արտասահմանյան պատվիրակությունները մասնակցում էին ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Դարդանելի ափին կազմակերպվել էր մեկ այլ միջոցառում, նվիրված առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի միակ լուրջ հաղթանակին։ Անկարան Գալիպոլիի ճակատամարտի հարցում հավանաբար կեղծել էր ոչ միայն ամսաթիվը։ Թուրքիային ժամանել նախագահներ աշխարհի այնպիսի երկրներից, որոնք որևէ կապ չեն ունեցել ոչ միայն Չանաքկալեի ճակատամարտի, այլև ընդհանրապես առաջին աշխարհամարտի հետ։ Նույնիսկ աֆրիկյան պետություններ, որոնք ստեղծվել են ճակատամարտից 40-50 տարի անց։ Մասնավորապես Հարավային Սուդանի, Ջիբութիի, Նիգերի, Սոմալիի, Սենեգալի նախագահների մասնակցության առիթը մնաց չբացահայտված։ Երևանյան միջոցառումներին հատուկ հանդիսավորություն էր տալիս հատկապես Պուտինի եւ Օլանդի ծանրակշիռ ներկայությունը։ Արքայազն Չարլզից բացի Էրդողանի մի կողքին Իլհամ Ալիևն էր, մյուս կողքին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Մեծ Բրիտանիայի արքայազնը իսլամական աղոթքի ժամանակ հասցրեց նաև ննջել։ Էրդողանի խորաման քայլը նրա ցանկացած էֆեկտը չունեցավ, այդպես են մտածում նաև թուրք այլախոհները։ Չանաքքալեի տոնակատարությունները Թուրքիայի համար կատարյալ ֆիասկո դարձան։ Իսկական խայտառակություն էր, որին ականատես եղավ ամբողջ աշխարհը։ Հայաստանի համար կարևոր հաջողություն կարելի է համարել այն, որ բացի աշխարհի առաջատար լրատվամիջոցներից, տարելիցի երևանյան միջոցառումները ցուցադրում էին Թուրքիայի գլխավոր հեռուստաալիքներն ու կայքերը։ Հատկանշական է, որ երևանյան միջոցառումներին ճիշտ է պաշտոնական թուրքական տեսանկյունից այնուամենայնիվ անդրադարձել է նույնիսկ Թուրքիայի պետական TRT ալիքը։ Մեծ հաշվով թուրք հասարակությունը Չանաքկալեի տոնախմբությունից բացի տեղեկացավ նաև Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումներին։ Չանաքքալեի միջոցառումների ժամանակ հանդես գալով հայոց ցեղասպանության ժխտմամբ ու Եվրամիության դեմ սպառնալիքներով Էրդողանը ինքը ակամա հաստատեց, որ ապրիլի 24-ին տեղափոխված տոնակատարությունը այլ նպատակ է հետապնդում։ Հեյ, Եվրամիություն, մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք բացել մեր արխիվները, չենք վախենում կամ անհանգստանում։ Կոչ եմ անում, որ Հայաստանն ու երրորդ պետություններն էլ բացեն։ Մենք նույնիսկ պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները։ Մի մասը Թուրքիայի իշխանության վերահսկողությամբ, մի մասն էլ առաջադիմական, բայց փոքրատիվ խմբերի նախաձեռնությամբ Թուրքիայում եւս առանձնահատուկ ձևով ոգեկոչեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Գումգափուի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարակ մատուցեց Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։ Պատարակի ընթացքում կարդացին Էրդողանի ուղերձը, որը հիմնականում կրկնում էր անցած տարվա կեղծ ցավակցության տեքստը։ Պատարակից առաջ պատրիարքի փոխանորդ Աթեշյանը հայտարարել էր, որ Ստամբուլի հայկական եկեղեցիները չեն միանալու ամբողջ աշխարհում զանգերի միաժամանակյա ղողանջին։ Թուրքական իշխանության հետ սերտ կապերով հայտնի Աթեշյանը պատարակից առաջ նույնիսկ գովել էր Էրդողանի կառավարությանը, այն անվանելով ժողովրդավարական։ Եվրոպայի մեջ ցեղասպանությունը ուրացողներում բادش կդրվի գաղտնի գնումը, չէ՞։ Այս պետությունը գնալիս է ու անում, որ ցեղասպանությունը կընդունում պիտի բացվի։ Գնալիս է, չէ՞, հակառակ օրենք մի գնալ անել Եվրոպացիներով։ Ես Եվրոպայի եկած պարլամենտերն եմ շատեմ։ Թուրքիան ավելի արդարացած է, քան դե դուք։
Այնուամենայնիվ, պատարագի վերջում եկեղեցու զանգերը հնչել են 100 անգամ, որպես խաղաղության խորհրդանիշ երկինք աղավնիներ են բաց թողել։ Թուրքիայի տարբեր քաղաքներում չնայած մշտական վտանգին եղան մարդիկ, ովքեր անկեղծորեն ոգեկոչեցին հայ զոհերի հիշատակը։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ Ստամբուլի Հայաշատ Շիշլի թաղամասում քայլերթ կազմակերպվեց ի հիշատակ ապրիլին սպանված հայ մտավորականների։ Երթի ընթացքում եւս խորհրդանշական 100 անգամ հնչեց զանգի ձայնը։ Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական կիսավեր եկեղեցու բակում նույնպես հիշատակման արարողություն տեղի ունեցավ։ Հավաքված հայերը, քրդերը աղոթեցին յուրաքանչյուրը սեփական կրոնի աղոթքով։ Ելույթով հանդես եկավ ազդեցիկ դարձող, նաև հայ անդամներ ունեցող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահը։ Այս վիճակը ցավալի է, երբ վիճում են, թե ինչպես է սպանվել մի ժողովուրդ, երբ այդ ժողովուրդը դեռ ապրում է այդ ցավը, չստանալով լիարժեք ցավակցություն։ Ապրիլի 24-ին երևաց նաև Թուրքիայի բնակչության մեծամասնության դիրքորոշումը։ Ցեղասպանությունը ժխտողներն ու 100 տարի առաջ իրականացրած են նորից կրկնելու պատրաստակամություն հայտնողները հիշեցրին, որ իրենք դժվարությամբ են զսպում իրենց։ Հայկական ակոս շաբաթաթերթի նոր շենքի դիմաց թուրք ազգայնականները սև պսակներ դրեցին եւ սպառնալից հայտարարություն արեցին, հայերին զգուշացնելով, որ իրենք կարող են նաև փողոց դուրս գալ։ Մի դեպքում հասարակության անհանդուրժող զանգվածը անցավ գործողության։ Ստամբուլի տեխնիկական համալսարանի պահակախումբը հարձակվեց ուսանողների խմբի վրա, որը ցանկանում էր հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակցիա իրականացնել, հրանտինքի եւ սևակ բալեքչեի պաստառներով։ Այս միջադեպերը ամրապնդեցին կարծիքը, որ չնայած դրական տեղաշարժին, թուրք հասարակությունը սեփական պատմությանը անկեղծորեն առերեսվելու համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Դուք դիտում եք Իրաքների ժամը եւ մենք Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ քննարկում ենք շաբաթվա գլխավոր իրադարձությունները եւ խոսքը հիմա գնում է արդեն համաշխարհային արձագանքի մասին։ Բնականաբար նախորդ ռեպորտաժը վերաբերում էր Թուրքիային, մենք առավել քան շնորհակալ ենք Թուրքիային ամենասուր քննադատությունը հնչեցնելու Հռոմի Պապի նկատմամբ, որովհետեւ հակառակ պարագայում Հռոմի Պապը երկրորդ անգամ չէր վերահաստատի իր ասածը։ Եվ հետաքրքիր է, որ տեղի ունեցան անսպասելի իրադարձություններ, ինչպես օրինակ Ավստրիայի ցեղասպանության ճանաչումը եւ ոչ միայն ճանաչումը, այլև իր մեղքի մասնակցության գիտակցումը։ Նույնը տեղի ունեցավ նաեւ Գերմանիայում։ Գերմանիայի նախագահը ասեց ավելին, քան մենք երբևէ կարող էինք ակնկալել։ Ասացեք, խնդրեմ, մենք հետահայաց նայելով շաբաթվա իրադարձություններին, կարող ենք ասել, որ սա ավելին էր, քան մենք ակնկալում էինք, կամ ճիշտ հակառակը, սա հենց այն էր, ինչ մենք ակնկալում էինք։ Դերս հենց այդպես ձևակերպենք, սա այն էր, ինչ որ մենք համարում ենք մաքսիմալը, որ կարող ենք ակնկալել։ Որ այստեղ իր դերը խաղաց նաև որպես կարևորագույն նորություն, որպես կարևոր իրադարձություն համաշխարհային լրատվամիջոցների հետաքրքրված լինելը այն լուսաբանելու առումով։ Իհարկե նաև այստեղ Ֆրանսիայի նախագահի, Ռուսաստանի նախագահի ներկայությունը իր դերը խաղացել էր, որպեսզի այդպիսի ուշադրություն սևեռվեր։ Երկրորդական չհամարենք նաև թուրքական լրատվամիջոցների ներկայությունը, շուրջ 20-ից ավելի լրագրողներ էին այստեղ ժամանել եւ նրանց համար նաև հնարավորություն ստեղծեցինք դերևս չբացված թանգարանում շրջայց կատարեցինք 1.5 ժամ, իսկապես կարելի էր նրանց դեմքերից հասկանալ, թե ինչ ապրումներ ունեն, իսկ հրապարակումները բնականաբար չարտացոլեց այն, ինչ որ նրանք ապրումներ ունեցան, դա մի փոքր այլ հարց է, բայց այս հուժկու թափը, որ կար, մոբիլիզացիան, համախմբումը, որ եղավ ամբողջ աշխարհում մեկ, եւ տեսեք հրապարակումների մեջ չկար բալանսավորման կամ որևէ ակնարկ, որտեղ դա պետք է քննարկվի կամ թուրքական թեզերի հնչեցում, լուսաբանվեց մաքսիմալ ծավալով եւ թերևս թուրքական կողմը հասկացավ, որ երկար ժամանակ իր աշխատանքը ֆինանսական միջոցների, այդ թվում նաև ադրբեջանական դրամի օգտագործումը այնքան էլ արդյունավետ չի եղել Հայաստանում համաշխարհային մեդիադաշտում մեկուսացնելու։ Հասկանալ ռուսական եւ ֆրանսիական ալիքները ամենևին կաշկանդված չեն ցեղասպանություն բառը ասելուց, բայց նույն Euronews-ը կամ նույն CNN-ը, որոնք որ կաշկանդված էին G բառը, genocide բառը ասելուց, փոխարենը հրավիրում էին փորձագետի, որը նա էր ասում նրանց փոխարեն։ Իհարկե լուսագրում գրվում էր ջարդեր, բայց հարցազրույցը ամբողջությամբ նվիրված էր նրան, թե ինչու է կարևոր ճանաչել դա ցեղասպանություն։ Մենք շարունակում ենք մեր եթերը, Գայանե Ղազարյանն է ամփոփում միջազգային արձագանքները։
Թուրքիան այդպես էլ չկարողացավ աշխարհի ուշադրությունը շեղել Հայաստանի միջոցառումներից։ Ցեղասպանության թեման առնվազն 1 ամիս գլխավորեց միջազգային առաջատար լրատվամիջոցների թոփ տասնյակը։ Ամերիկյան, իտալական, գերմանական, ֆրանսիական ու ռուսական մամուլը, հեռուստատեսային ու ռադիոհաղորդումները 1915 թվականի դեպքերը ներկայացրեցին արխիվային փաստաթղթերի ու ականատեսների պատմությունների հիման վրա։ Ռեկորդային թիվ կազմեցին վերլուծական հոդվածները, որոնցում հեղինակները հանգամանալից ներկայացրել էին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու գերտերություններին լռեցնելու ջանքերը։ Ֆրանս կուլտուր, հայոց ցեղասպանություն, անցյալ, որը չի անցնում, BBC, այնինչ տեսանք 60 վայրկյանում, NTV, ցեղասպանություն, սկիզբը, Guardian, հայոց ցեղասպանություն, պատմում են ականատեսների սերունդները, մեր երազանքները չեն սգում, Բրիտանիան 1 դար շարունակ շրջանցում է ցեղասպանության ճանաչումը, Le Figaro, ցեղասպանություն վերապրածների 3 սերունդներ վկայում են, Le Parisien, երբեք չենք մոռանա, Repubblica, ոչինչ չի արդարացնում զանգվածային սպանությունները, Il Fatto Quotidiano, Պապը հնչեցրել է ազատության խոսքեր, Courier, Թուրքիան պապի դեմ, Շպիգել, մահվան երթ հայոց ցեղասպանություն, հուսահատ բառախաղ, Focus, ինչու է Թուրքիան հերքում, հայերին ողջակիզել ու տանջամահեն արել, New Yorker, հիշելով հայոց ցեղասպանությունը, New York Times, Թուրքիան դեռ հերքում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի ուշադրությունն ուրիշ տեղ է։ Իդեպ New York Times-ը դիմակայել է թուրքական ճնշմանն ու հրաժարվել է հրապարակել 1915 թվականի վերաբերյալ թուրքերի հայտարարությունը, հիմնավորելով, որ դա հակասում է թերթի որդեգրած քաղաքականությանը։ Թերթը չի ընդունում հայտարարություններ, որոնք հերքում են որպես փաստ ընդունված պատմական իրադարձությունները՝ հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը եւ առևտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումը։ Սովորաբար զուսպ գերմանական մամուլն այս տարի ոչ միայն բարձրաձայնում էր հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, այլև նույնիսկ առաջ էր անցնում իրադարձություններից։ Գերմանիայի նախագահը դեռ հանդես չէր եկել ելույթով, բայց գերմանական մի քանի պարբերական արդեն գրել էին, թե նախագահի խոսքի մեջ հնչել է ցեղասպանություն բառը։ Եվ դա պատահական չէր, Դաշնության պատմության մեջ առաջին անգամ նախագահը մասնակցեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ Բերլինի մայրտաճարում մատուցվեց պատարագ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։ Գերմանիայի ամենամեծ ավետարանական եկեղեցում հայ առաքելական ու բողոքական եկեղեցիների հոգևորականները միասնաբար աղոթեցին։ Ալելույա, ալելույա։ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ասաց, որ իր ներկայությունը վկայում է, որ Գերմանիայի կառավարությունը ինքնակնդատ է։ Նա հիշեցրեց 100 տարի առաջ սիստեմատիկ սպանված, կենդանի այրված հայ երեխաների ու կանանց մասին, ովքեր սպանվեցին ազգային պատկանելիության պատճառով։ Այսօր ակնհայտ է, հայերի ճակատագիրը 20-րդ դարն այնքան սարսափելի կերպով բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ այո, ցեղասպանությունների պատմության օրինակ է։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ընդամենը 1 օր առաջ Գերմանիայի քաղաքական կուրսը կտրուկ փոխվեց։ Թուրքիան շունչը պահած հետևում էր հավատարիմ դաշնակցի քայլերին։ Ապրիլի 24-ի առավոտյան Բունդեսթագը քննարկեց հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը։ Քննարկումը տևեց սպասվածից երկար։ Մեկնարկից ընդամենը 5 րոպե անց խոսեց Բունդեսթագի նախագահն ու հայերի ջարդեր արտահայտության փոխարեն ասաց ցեղասպանություն։ Նույն իրավական գնահատականը տվեց նաև Բունդեսթագի թուրք падգամավորը։ Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությունում կատարվածը ցեղասպանություն էր։ Գերմանիան այդ ցեղասպանության մեղսակիցն է, քանի որ գերմանական կայսրությունն ու Օսմանյան կայսրությունը առաջին համաշխարհային պատերազմում դաշնակիցներ են եղել։ Թուրքական մամուլում հայտնվեց հետ կանչված թուրք դեսպանների սև ցուցակը։ Հյուրեհետի ցուցակից պարզ է դառնում, որ Թուրքիան այս պահին դեսպան ունի 7 երկրներում՝ Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան եւ Ավստրիա։ Սա վկայում է թուրքական դիվանագիտության կատարյալ տապալումը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին առաջին հայացքից հիասթափեցնող էր Բարաք Օբամայի խոսքը։ Ցեղասպանություն բառը Միացյալ Նահանգների նախագահն այդպես էլ չասաց, բայց ենթատեքստում փոփոխությունն ակնհայտ էր։ Օբաման մեջ բերեց Հռոմի Պապի ուղերձը, որում հնչել է ցեղասպանություն եզրույթը։ Այս տարի մենք նշում ենք Մեծ Եղեռնի 20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործության 100-րդ տարելիցը։ Սկսած 1915-ից Օսմանյան կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել եւ ուժով քշվել մահվան։ Նրանց մշակույթը եւ նրանց հին հայրենիքի ժառանգությունը ջնջվել է։ Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, կործանվեց 1.5 միլիոն հայ։ Վլադիմիր Պուտինի ծիծեռնակաբերտ այցից հետո անմիջապես հնչեց Թուրքիայի ջղային արձագանքը։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Թուրքիային խորհուրդ տվեց ավելի ուշադիր կարդալ Պուտինի ուղերձը, շեշտելով, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար։ ԵԱՏՄ մասնակից Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր եւ առհասարակ Մոսկվան եւ Երևանը կապված են խորը պատմական արմատներով։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։
Եվ բնականաբար վերջին ռեպորտաժը այն նվիրված է երկու կարևոր համերգներին, խոսքը վերաբերում է System of a Down-ի Wake Up Souls համերգին եւ Վերածննդի համերգին 2404 Պետք է նշել, որ սա ըստ էության առաջին անգամ մեր երկրում մենք կարողացանք սկսած Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի մասնակցությամբ կամ այդ օրերին այցերով մենք կարողացանք հասնել եւ խոսել հայոց ցեղասպանության մասին մի լսարանի հետ, որի մասին գոյության մասին չգիտենք կամ ոնց գուցե գիտենք, բայց չգիտենք այն խողովակները, որոնց միջոցով կարելի էր տեղ հասցնել դա եւ մենք ունեցանք նոր լսարան դեմս այն երիտասարդների, որոնք որ գուցե երբեք Google-ով չէին փնտրի Ծիծեռնակաբերդ կամ հայոց ցեղասպանությունը, բայց որ հաստատ իրենց ձայնադարանում կունենան System of a Down։ Անշուշտ նման ձեռնարկները եւ օրակարգում նման իրադարձությունները մտցնելը նոր ձևաչափ հաղորդեց ընդհանրապես ոգեկոչումների օրացույցին եւ եթե դրանք չլինեին, եթե այսպես ձևակերպենք, եթե չլինեին դրանք, ապա շատ նման կլինեին ապրիլ 24-ի այս տարվա միջոցառումները, ձեռնարկները նախորդ տարիների ձեռնարկները, բայց այսօր մենք ունենալով այդ երկու համերգները, որոնք հուժկու ազդակներ էին եւ հուժկու ուղերձներ էին ամբողջ աշխարհին Երևանից, մենք կարողացանք ուշադրությունը գրավել ոչ միայն հայ երիտասարդության, ես գիտեմ բազմաթիվ տասնյակ երիտասարդներ, որոնք հարևան երկրներից էին եկել այդ համերգին մասնակցել։ Վրաստանից, Լեհաստանից, Իրանից, Լիբանանից, ես տեսել եմ Լիբանանից նաեւ կային եւ սա անհետևանք չի կարող ունենալ դրական առումով մեզ համար։ Այլ չենք խոսում այն մասին, որ դրանք որ System of a Down-ը իսկապես ամենախոշոր ռոք համերգները երբևէ տեղ ունեցած Հայաստանում, Դավիթ Դավթյանն է շարունակում թեման։ Հանրապետության հրապարակը պայթեց ռոքի նշանաբանով ու խելահեղ տրամադրությամբ բոլորի 2 ժամ System of a Down-ով շնչեցին, ապրեցին, հիշեցին ու պահանջեցին։ Ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդներից շատերը ծրագրել էին իրենց մասնակցությունը ամիսներ առաջ։ 6-7 տարի սպասել եմ այս ամեն ինչին։ Մինչև տատիկ պապիկ դառնալը կհիշենք, հաստատ։ Այս կադրերում ամենաթեժ պահերն են, մինչդեռ իրադարձությունը հիշարժան էր նաև նախապատրաստական աշխատանքով։ Համերգը դեռ չէր սկսվել, երբ կուտակումներ առաջացան։ Օրը մտնեց Հանրապետության հրապարակում, այլևս տեղ չկար, բոլորը սպասում էին գլխավոր հերոսներին։ Լույսերը մարեցին, վայրկյաններ անց բեմում հայտնվեցին ամենասպասված մարդիկ։ Ռոքի սիրահարները մինչև վերջին պահը ձեռքները չիջեցրին, ակտիվ ու ծանր ալտերնատիվ ռոքն ուղեկցվում էր բղավոցներով ու վանկարկումներով։ Արտնացրեք հոգիներս System of a Down-ի կարգախոսն է վերջին համերգային շրջագայության ժամանակ։ Սրանով նրանք աշխարհից պահանջում են ճանաչել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Թանկյանն ու ընկերները իրենց մշակումներում ներառել էին նաև հայկական մեղեդիներ։ Ես իմանուշ Հայաստանին մի պահ վերածվեց ռոք բալլադի, էլեկտրական կիթառները սկսեցին ազգագրական նվագել։ Ես իմանուշ Հայաստանի արևա բառն եմ սիրում և չիմանում երկու ջան խենթերն են կտնում հնար այսպես ակեց արեկակեց Սարքարաբադի մարդը մեծ Աման թելո, թելո ջան թելո, սիրում թելո, թելո ջան թելո Աման թելո, թելո ջան թելո, սիրում թելո, թելո ջան թելո 2 ժամ տևած համերգի ընթացքում անձրևը դադարեց միայն, երբ Թանկյանը գիշերային ներկայացումը եզրափակեց շնորհակալությամբ։ Շատ շնորհակալ եմ ժողովուրդ Հայաստան աշխարհ դու մեր կարողներ Առաջին անգամ էր System of a Down-ը Հայաստանում, հենց մենակետի հերիք էր։ Լրիվ աշխարհից կտրվեցինք, եկանք այստեղ, հասանք այստեղ, մնացինք այստեղ։ Շատ լավն է Պրեմիերան եղավ էլի ռոք համերգի Հայաստանում։ Ծվից մինչև վերջ ամբողջական մի հատ հրաշք երևույթ էր։ Լրիվ մարդկանց նոկաուտի արեց։
Ռոքից դասական, հրապարակից ակադեմիական թատրոն 2404 վերածննդի համերգի տեղն ու ժամը փոխվեց, հավատարիմ հանդիսատեսը մնաց անփոփոխ։ Համերգից դեռ 1 ժամ առաջ օպերայի դահլիճն ամբողջությամբ լեբլեցուն էր։ Մենք գիտենք, թե ինչ է եղել իրականում եւ մեր երաժշտությամբ հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նահատակներին։ Իրինան Ռուսաստանից է, նրա նման 43 երկրի 123 երաժիշտներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ, պայքարում են ցեղասպանություն հանցագործության դեմ, արվեստի ուժով։ Ես նույն տանն եմ ապրել, որտեղ եւ Արամ Խաչատրյանը շփվել եմ Արնո Բաբաջանյանի հետ։ Նրանք մինչեւ այսօր կենթանի են իմ մեջ։ Բացառիկ համերգին բեմում 4 դիրիժորներ փոխարինեցին միմյանց, հնչեցին 100 տարվա ընթացքում ստեղծված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Բեմում էր մայստրո Հովհաննես Չեքիջյանը, ելույթից հետո խոսեց մշակութային ջարդից, շեշտեց, ոչնչացվեց 100-ամյակների մշակութային ժառանգությունը, բայց 100 տարի անց վերածնունդ է։ Կոպեց, ուժեղացրեց, բարձրացրեց։ Կոմիտասի Արամ Խաչատրյանի Էդուարդ Միրզոյանի ստեղծագործություններից հետո բեմում էր Ծիրանափողի վարպետը Ջիվան Գասպարյանը։ Կեցե մեր երաժիշտները, կեցե մեր մշակույթը, կեցե Հայաստանը։ Աննկարագրելի ոգեշնչված եմ։ Կդասնենք եւ բադմիություն եւ նոր ծնունդ եւ ամեն ինչ։ Սիմֆոնիկ նվագախումբը երաժշտության լեզվով խոսեց հայ ժողովրդի հիշողության, երախտագիտության ու վերածննդի մասին։ Բացվում է պատմության նոր էջ, կատարվածի միջազգային ճանաչման փախթանակներով ու նվաճումներով։ Viva Armenia։ Դավիթ Դավթյան, Հայկո Ասատրյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։ Սա մեր վերջին ռեպորտաժն էր, Հայկ, շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ գիտեմ, որ շատ ծանր լարվա ժամանակաշրջան է, շատ լուրջ նախապատրաստություն եք տեսել եւ հուսով եմ, որ այն ինչի համար, որ այս ամեն ինչ նախապատրաստվել էր, կտար ձեր արդյունքը եւ վարձ կկատարի, ինչպես ասում են։ Շնորհակալություն, թանգարանը ունի իր անելիքներ ամբողջ տարվա ընթացքում եւ հաջորդ տարվա ընթացքում, այնպես որ ծանրաբեռնված աշխատելու ենք ոչ տարի։ Շնորհակալ եմ սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Կիրակնորյա ժամը, մենք սա լարված, շատ էմոցիոնալ եւ նաեւ շատ հետաքրքիր պատմական շաբաթ էր, հուսով եմ, որ մենք կարողացանք այն ամփոփ ներկայացնել ժամը լրատվականի թիմում եւ իհարկե Հայկ Դեմոյանի օգնությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար, եւ ցտեսություն։